Ռուսական իշխանությունները հայտարարում են, որ նախորդ օրը Մոսկվայի կենտրոնում ձերբակալվածների թիվը 300-ից հասել է 600-ի։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 569 հոգու, անհամաձայնեցված հանրահավաք կազմակերպելու համար, տեղեկացնում է TASS-ը։ Եթե նախորդ հանրահավաքների ժամանակ հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նրանք, ովքեր երբևէ չէին մասնակցել հանրահավաքների, ապա երեկվա հանրահավաքին հավաքված ամբողջի մեծ մասը կազմված էր քաղաքական ակտիվիստներից։ Լրագրողները հավաստիացնում են, որ հատուկ ջոկատայինները գործել են ցուցադրական դաշնությամբ, հատկապես դաշնորենցեցի են ենթարկել կոմերսանտի լրագրող Ալեքսանդր Չեռնիխին։ Ձերբակալվել են նաև Յաբլոկի եւ Դրուգայի Ռասիա կուսակցությունների նախագահներ Սերգեյ Միտրոխինն ու Էդուարդ Լիմանովը։ Այժմ ձերբակալվածների մեծ մասը գտնվում է ոստիկանական բաժանմունքներում, սակայն ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել։ Հավելենք, որ ոստիկանությունը չի հստակեցրել, թե մնացած ձերբակալվածներին երբ եւ ինչ մեղադրանք է առաջադրվելու։ Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը հայտնվել է բանտում, ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նախկին նախագահն այս տարվա մարտի 22-ին մեղավոր է ճանաչվել իր նախկին աշխատակցուհու բռնաբարության եւ եւս 2 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, դատապարտվելով 7 տարվա ազատազրկման։ Նա բանտային կալանքը կկրի այսօրվանից։ Կացավը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքով Իսրայելի դատարանը դատապարտել է անմեղին եւ դրանով իսկ թաղել նրան կենթանության օրոք։ Նա բողոքարկել է իր վճիռը, սակայն այն չի բավարարվել։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից 32 տարի անց Իրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը։ Ստեղծվել եւ արդեն գործարկվել է Իրանում ԱՄՆ դեսպանության երկլեզու կայքը, որտեղից Իրանի քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի արտոնագրի ամրագրման եւ ԱՄՆ-ում կրթություն ստանալու վերաբերյալ բավարար չափով տեղեկատվություն ստանալ։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վիրտուալ դեսպանության բացման արդիվ ուղերձ է եղել իրանցիներին, որտեղ մասնավորապես նշել է. այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, մենք միմյանց հետ երկխոսելու համար բազմաթիվ կարևոր հնարավորություններ ենք բաց թողել։ Ահա սա մի վայր է, որտեղ մենք կարող ենք ազատորեն շփվել միմյանց հետ։ Նշենք, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո։ Samsung ընկերությունը թողարկել է տեսանյութ, որով ներկայացնում է ապագայի բջջային տեխնոլոգիաների զարգացման իր պատկերացումները։ Ճկվող ու թափանցիկ էկրանով սարքում կլինի սմարթֆոնի ու պլանշետի խառնուրդ։ Fisorg-ը գրում է, որ թափանցիկ AMOLED էկրանը կապահովի նաև 3D գրաֆիկա եւ եռաչափ ֆիլմերը հնարավոր կլինի դիտել առանց ակնոցի։ Թեև ներկայացված մոդելը դեռևս միայն վիրտուալ մակարդակում է, Samsung-ը ծրագրում է ճկվող էկրաններով սարքեր թողարկել արդեն մյուս տարվա ընթացքում։ Սկզբնական շրջանում ճկվող էկրանները կօգտագործվեն սմարթֆոններում, ապա պլանշետային համակարգիչներում ու ձեռքի ժամացույցներում։ Կորամիրյան Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերություն միջազգային լրահոս։